Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր կխոսամ այն մասին, թե ինչն է դրդում այցելուին, որպեսզի նա դիմի հոգեթերապևտի։ Պատճառներն են անհանգստությունը, մտահոգությունը, գանգատները, սիմպտոմները, կյանքի որակից բավարարվածություն չստանալը, դժգոհությունները, խնդիրներ, այսինքն դժվարություններ, որոնք այցելուն ինքնուրույն չի կարողանում լուծել։ Նա իր իմացած բոլոր տարբերակները փորձել է եւ արդյունք չի ստացել։ Իր ռեսուրսը չի բավարարում, գիտելիքը, կրթությունը, աշխարհայացքը, հմտությունները, որպեսզի նա իր առջև ծառացած խնդիրը կամ կյանքի որակը փոխի այնպես, ինչպիսին որ նա ուզում է լինել, այսինքն ուզում է ունենալ այլ առողջություն, այլ հոգեկան առողջություն, այլ որակի կյանք, ուզում է բավարարվածություն ստանալ իրենից, իր աշխատանքից, հարաբերություններից, կամ ընդհակառակը հարաբերությունները այնքան են վատթարացել, որ այսուհետ գրեթե անհնար է դարձել մարդկանց հետ հաղորդակցվելը, դյուրագրգիռ է, ագրեսիվ է, կոնֆլիկտային է, իմպուլսիվ է, կամ գուցե մեկուսանալու ցանկություն է առաջանում, աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ է, չի ուզում հաղորդակցվել, ոչ ինքը իր հետ, ոչ մարդկանց հետ, ոչ էլ աշխարհի հետ։ Նու գուցե տոտալ կյանքի իմաստի կորուստ կա, անիմաստության զգացում կա, արժե զրկում կա, իր արժեքները տեսնելու դժվարություն կա։ Շատ երկար կարող եմ թվարկել այս ցանկը։ Հիմա եկեք մի ուրիշ տեսանկյունից նայենք։ Պատկերացնենք, որ ես այցելուն եմ եւ փնտրում եմ հոգեթերապևտ։ Առաջին հերթին ինչին պետք է ես ուշադրություն դարձնեմ։ Հոգեթերապևտի կրթությանը, գուցե եւ ինչ որ չափով ինչքան որ հնարավոր է շոշափել նրա անձնային առանձնահատկությունների, նաեւ գոյություն ունի սիմպաթիա ասածը, վերապատրաստումները, տարիների փորձը, իր անձնական թերապիան անցել է թե չի անցել, այս ինֆորմացիան համախմբում է այցելուն եւ գալիս է մի պահ, որ վերջնական որոշում է, որ վերջ դիմում եմ այս մասնագետին։ Եվ առաջին հարցերից, որ հնչեցնում է այցելուն հոգեթերապևտին, թե քանի հանդիպում հարկավոր կլինի ինձ իմ խնդիրը լուծելու համար։ Հարգելիներս, հոգեթերապևտները, կոմպետենտ հոգեթերապևտները այդ հարցի պատասխանը չունեն, որովհետև դա անհատական է։ Այստեղ մեծ դեր ու նշանակություն ունի խնդրի տեսակը, ձևը, վաղեմությունը, տվյալ այցելուի անձնային առանձնահատկությունները, բնավորություն, բնավորության ակցենտուացիա, հաղորդակցվելու հմտությունները, ինչքանով է տվյալ այցելուն ինտրովերտ կամ էքստրովերտ, ինչքանով է նա կարողանում կոմունիկացվել, ինչքանով է գիտակցում իր խնդիրները, ինչքանով է պատրաստակամ բարձրաձայնել իր խնդիրների մասին, որովհետև ինչքան էլ որ այցելուն լավագույն դեպքում, եթե տեղեկացված է ինչ է հոգեթերապիան, ով է հոգեթերապևտը, միևնույն ժամանակ նա ունենում է տագնապի, վախի, անհանգստության, մտահոգության զգացումներ, որ ինչքանով ես լինեմ արխային, ինչքանով լինեմ վստահ, ինչքանով լինեմ հանգիստ, որ տվյալ մասնագետը ինձ հասկանալու է, ինձ չի գնահատելու, չի քննադատելու, քարոզներ չի կարդելու, ճիշտ ու սխալ չի անելու, որակավորումներ չի տալու, պիտակներ չի կախելու ինձանից, չի դատապարտելու, չի ասելու, որ դու ես սխալ ես արել, ոնց կարելի է երեխայի վրա ձեռք բարձրացնել, ոնց կարելի է ծնողին պատասխան տալ։ Հարգելիներս, հոգեթերապևտը ոչ քահանա է, ոչ դատավոր է, ոչ հրեշտակ է, ոչ էլ ամենագետ է։ Հոգեթերապևտը ձերպես մարդ է, ով ապրել եւ մեծացել է հիմնականում նույն միջավայրում, որտեղ որ դուք։ Տարբերությունը հոգեթերապևտի նրանում է, որ նա 5-ից ավել տարիներ, տասնյակ տարիներ ստանում է բարձրագույն կրթություններ, բազում վերապատրաստումներ, մագիստրատուրա է սովորում, սեմինարների է մասնակցում, սուպերվիզիայի է գնում, իր անձնական թերապիան է անցնում, որ ինքը առաջին հերթին հասկանա իրեն, լուծի իր խնդիրները, որովհետև հոգեթերապևտը եւս մարդ է ու ունի առօրյա կյանք, անձնական հարաբերություններ, կոնֆլիկտներ, մանկական տրավմաներ։ Հոգեթերապևտի մասին այդ իդեալական պատկերացումները, որ դուք ունեք, միշտ չի, որ դա համապատասխանում է իրականությանը, բայց տարբերությունն ու առավելությունն ու առանձնահատկությունը նրանում է, որ հոգեթերապևտը
ավելի մեծ պատասխանատվության զգացում ունի եւ նա գիտակցում է ու պարտավոր է իր անձի վրա կատարել մեծ ու երկարատև քրտնաջան աշխատանք, որպեսզի նա լինի հնարավորինս պատրաստական, նա չունենա իր սեփական անձի հետ կոնֆլիկտներ կամ մաքսիմալ քիչ ունենա կոնֆլիկտներ, այսինքն իմ անձը պետք է այնքան շտկված լինի, այնքան զարգացած, ձևավորված, անձնային աճ ունեցած լինի, որ ես կարողանամ ձեր հետ հաղորդակցել, որ մեր հաղորդակցումը արդեն իսկ ունենա բուժիչ առանձնահատկություն, բայց հոգեթերապևտը կաբինետից դուրս նույն մարդն է, հոգեթերապիան, հոգեբանությունը, կլինիկական հոգեբանությունը իմ մասնագիտությունն է եւ ես արդեն կաբինետում այցելուի առջեւ ունեմ պարտականություններ ու այդ բարոյացիկական նորմերից ելնելով, որտեղ որ առաջին հերթին է կոնֆիդենցիալությունը, չքննադատելը, չգնահատելը, վճարման համակարգը, առհասարակ վճարման կարգը, այս ամեն ինչը քննարկվում է այցելուի հետ, երբեմն դեռ այցելուն չեկած հոգեթերապիայի պայմանագիրը ուղարկվում է այցելուն, որպեսզի նա ծանոթանա, պատկերացում ունի հոգեթերապևտիկ պրոցեսի ու աշխատանքի մասին։ Այցելուն պետք է համոզված լինի, որ այն ինչ որ քննարկվում է, դա կոնֆիդենցիալ է, այսինքն այս ինֆորմացիան ինձանից ու այցելուից բացի ոչ մեկ չի իմանալու, то есть հոգեթերապևտը պարտավորվածություն ունի ձեր իրեն տված ինֆորմացիան պահել գաղտնի։ Միայն մի դեպքում է ինֆորմացիան տեղեկացում այլ անձանց, երբ որ այցելուի կյանքին լուրջ վտանգ է սպառնում կամ երբ որ այցելուն ուզում է վտանգ ցավացնել կամ ինչ-որ վտանգավոր գործողություններ անել այլ անձի հանդեպ։ Այս դեպքում հոգեթերապևտը պարտավոր է տեղեկացնել այն մարմիններին, ովքեր որ կանխելու են այցելուի կոնստրուկտիվ գործողությունները։ Դա կարող է լինել նաև ինքնասպանությունը, սուիցիդալ փորձը։ Անցնենք առաջ։ Ինչ է տեղի ունենում կաբինետում արդեն։ Այցելուն առաջին հանդիպմանը գալիս է, նա բնականաբար ունենում է տագնապներ, վախեր, անհանգստություն, մտահոգություն, բայց հոգեթերապևտը իր կրթությունով, իր անձնային առանձնահատկություններով, իր գիտելիքով, իր հմտություններով ստեղծում է անվտանգության միջավայր, որպեսզի այցելուն իրեն ապահովը զգա, հանգիստ զգա, միանգամից հարցախեղճ չի անում հոգեթերապևտը այցելուն, նրանք նստում են եւ փորձում են ծանոթանալ այն ակտուալ խնդրի հետ, ինչը որ այցելուին բերել է հոգեթերապիայի, եւ հոգեթերապևտը շատ ներգրաված, շատ մեծ հետաքրքրությունով լսում է այցելուին։ Կան այցելուներ, ովքեր որ հարց են տալիս, իսկ մի հանդիպումը բավարար է, որպեսզի ես գամ հոգեթերապիայի ու մաքսիմալ օգուտ քաղեմ հոգեթերապիայից։ Հարգելիներս, առաջին այցը հիմնականում ծանոթություն է։ Հոգեթերապևտը ինֆորմացիա է հավաքում այցելուի մասին, այդ անամնեզ ասած, այսինքն ինչ խնդիրներ ունի, ինչ գանգատներ ունի, տվյալ փուլում ինչն է իրեն անհանգստացնում, ինչն է բերել իրեն հոգեթերապիայի, երբ որ այցելուն սկսում է պատմել իր խնդիրների մասին, եթե առաջին հանդիպում այդ 50 րոպեն բավարարում է, հոգեթերապևտը նաև բացի այցելուի ակտուալ գանգատներից, այլ հետաքրքրվում է այցելուի կենսագրական տվյալներով, որտեղ է ծնվել, ինչ ընտանիքում է մեծացել, ինչ մանկություն է ունեցել, աշխարհի հանդեպ, մարդկանց հանդեպ, ապագայի հանդեպ, ներկայի հանդեպ, ինչպիսի պատկերացում ունի այցելուն, ինչ դիրքորոշում ունի, ինչպիսի իմաստներ, նպատակներ կան իր կյանքում, ինչպիսի միջավայրում է հիմա նա ապրում, ինչպիսի հոբիներ ունի, այս բոլոր ինֆորմացիան հոգեթերապևտը հավաքում է նրա համար, որպեսզի ունենա վարկած, որպեսզի ունենանք տարբերակներ, թե ինչը կարող է նպաստած լինի տվյալ խնդրի զարգացմանը։ Հիմնականում խնդիրը հենց մի վայրկյանում չի ծնվում, հիմնականում խնդիրը ունենում է վաղեմություն ու պատմություն, իսկ սիմպտոմը գանգատը կամ ինքը հետևանք է ինչ որ պատճառի, ինքը պատճառ չէ, սիմպտոմը բազում դեպքերում այցելուները երբ որ դիմում են բուժ հաստատություններ, նևրոլոգի, հոգեբուժի եւ նևրոտիկ խանգարման դեպքում ստանում են դեղորայքային թերապիա, շատ դեպքերում դեղորայքը
գուցե ինչ որ չափով արդյունք տալիս է, բայց օրինակ նևրոտիկ խանգարումների դեպքում դեղորայքը քննացնում է սիմպտոմին, անջատում է սիմպտոմ, այսինքն հիմնական դեղորայքի իմաստը նրանում է, որ այցելուն կարողանա քնել, սնվել, ինչ որ չափով թուլանա նրա ագրեսիան։ Իսկ հոգեթերապիան աշխատանք է ուղղված խորքային պատճառը գտնել, արմատը գտնել եւ այդ արմատը այդտեղ խնդիրը լուծել։ Իսկ դեղորայքը հետևանքին ուղղված աշխատանք է, այսինքն քննացնում, թուլացնում, անջատում է սիմպտոմը, բայց խնդիրը չի լուծում։ Եվ հաճախ հարգելիներս, որ դուք բողոքում եք, որ ես տարիներ շարունակ խմել եմ տարբեր դեղեր եւ որոշ ժամանակ սիմպտոմը թուլացել է, բայց խնդիրը չի լուծվել, դրա պատճառներից մեկը հենց այն է, որ դեղորայքի բնույթն ու էֆեկտիվությունը այլ նպատակ, այլ իմաստ ունի, այն չի կարող լուծել ձեր խնդիրները։ Աշխարհում գոյություն չունի այնպիսի դեղահապ, որ ես այն օգտագործեմ ու իմ մանկական տրավմաները վերանան կամ լուծվեն, կամ մարդկանց հետ հարաբերություններս ավելի առողջանա։ Եթե իմ աշխարհայացքը ավելի կոշտ եզրերի վրա է դրված, այսինքն ես ավելի իմպուլսիվ եմ, ավելի ջղայն եմ, նրբանկատ չեմ, մարդկանց հակում ունեմ վիրավորելու, ցավացնելու, գոյություն չունի այդպիսի մի դեղամիջոց, որպեսզի ես այն օգտագործեմ ու դառնամ բարի, ամենագետ, խելացի, մարդկանց հետ հարաբերություններս ստացվի, անձնական կյանքս ձևավորվի, կոնֆլիկտներս լուծվեն։ Դեղորայքը լավագույն դեպքում, եթե խնդիրը նոր է զարգացել, նոր է ծառացել ու դուք նախկինում ագրեսիվ չէիք, նախկինում դյուրագրգիռ չէիք, իսկ հիմա ունեք ենթադրեք նևրաստենիա, դեղորայքը կարող է թուլացնել ձեր սիմպտոմը, որպեսզի ավելի գերզգային չլինեք։ Շարունակենք անցնել առաջ եւ փորձեմ պատասխանել էլի այն հարցին, թե քանի հանդիպում պետք կլինի։ Հարգելիներս, մենք արդեն տեսնում ենք, որ հոգեթերապիայում բուժում են հարաբերությունները եւ այդ վստահելի հարաբերություններ ստեղծելու համար երբեմն դա անվանում է ռապորտ կամ ալյանս։ Այդ ալյանսը ձևավորելու համար այցելուին հարկավոր է ժամանակ, որպեսզի նա ընթացքում իր փորձարկումների փորձի միջոցով համոզմունք ձեռք բերի, թե տվյալ մասնագետը ինչքանով է նրան հասկանում, ինչքանով է տվյալ մասնագետը էմպաթիկ, ապրումակցող, ինչքանով է ըմբռնում, ինչքանով է հոգեթերապևտը զգում իր ցավը, ինչքանով է հոգեթերապևտը կարողանում ֆիդբեք անել, հետադարձ կապով ցույց տալ այն անտեսանելի ստվերային կողմերը, ինչ որ այցելուն ինքը չի տեսնում։ Այս փոքրիկ շուղերի վրա կառուցվում է հոգեթերապիան եւ վստահելի փոխհարաբերությունները։ Իսկ սրա համար հարկավոր է ժամանակ։ Իսկ այն մասնագետները, ովքեր որ ասում են 8 հանդիպում, 20 հանդիպում, դա միջինացված տարբերակ է, որը ձեզ հետ կարող է կապ չունենալ։ Օրինակ դրանք հիմնականում էքսպերիմենտների արդյունքների վրա հենված տարբերակներ են լինում։ Ենթադրենք 1000 հոգի ունեցել են կլաուստրոֆոբիա եւ իրենց հարցում է անցկացվել իրենց խնդրի հետ կապված եւ փորձը ցույց է տվել, այդ 1000 հոգու հարցում ցույց է տվել, որ ենթադրենք այդտեղ գերակշռող մասի մոտ ենթադրենք 550 հոգու մոտ 20 հանդիպում հետո խնդիրը լուծվել է։ Երբեմն նման էքսպերիմենտների արդյունքի, հետազոտությունների արդյունքի վրա կայացնում են որոշում, որ օրինակ կարող է կլաուստրոֆոբիան անցնել կամ լավանալ 20-25-10 հանդիպում հետո։ Սա հիմք չէ, որպեսզի ես ամեն զանգողին ասեմ, որ եթե դու ունես տագնապային խանգարում, վեճը չդնես, դու միայն արի 10 հանդիպում հետո դու խնդիր չես ունենա։ Սա հոգեթերապիա չէ, սա դիլետանտություն է։ Ես առանց տվյալ այցելուին ճանաչելու, ծանոթանալու, խնդիրը ուսումնասիրելու անհնար է կարողանամ հստակ ինֆորմացիա տալ, թե քանի հանդիպում հետո դու չես ունենա խնդիր։ Հոգեթերապևտի պարտականությունը ձեզ երաշխիքներ տալը չէ։ Հոգեթերապևտը երաշխիք կարող է միայն տալ, որ նա մաքսիմալ կերպ կատարելու է իր աշխատանքը անվնաս կերպ, այսինքն այն պարտականությունները, որ ես ունեմ, այն գիտելիքը, որ ես ունեմ, այն կրթությունը, որ ես ստացել եմ, որպեսզի լինեմ հոգեթերապևտ, ես այդ դա տալու եմ ձեզ, այդ բոլոր կարգ ու կանոնին հետևելու եմ։ Եվ նաև այստեղ շատ կարևոր է այցելուի դիրքորոշումը։ Եթե այցելուն մոտիվացված չէ, եթե նա չի ցանկանում իր խնդրից ազատվել, հոգեթերապևտը չի կարող օգնել։ Եվ հարգելիներս, երբ որ ծնող զուգընկերը զանգահարում է ինչ որ մեկի համար, որպեսզի իր բարեկամ, իր հարազատը գա հոգեթերապիայի,
հոգեթերապևտը աշխատելու է տվյալ այցելուի հետ, ով ունի խնդիր եւ ով գիտակցում է իր խնդիրը։ Հակառակ դեպքում երրորդ անձի միջոցով ես չեմ կարող հոգեթերապևտիկ էֆեկտ ազդեցություն ունենալ ձեր վրա։ Այցելուն ինքը պետք է գիտակցի իր խնդիրը եւ հոգեթերապիան օգնում է արդեն ավելի գիտակցված ապրել, նոր հմտություններ է ձեռք բերում այցելուն, կյանքի հանդեպ վերաբերմունքը փոխվում է, աշխարհայացքը փոխվում է, բնավորության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, տոքսիկ հարաբերությունները կարող են վերանալ, մարդը փոխում է իր միջավայրը, իր մոտեցումը, իր անձնային սահմանները հստակ է դնում եւ այս դեպքում արդեն այցելուն երբեմն կոնֆլիկտ է առաջացնում այլ անձանց համար եւ հաճախ ընտանիքի անդամները սկսում են բողոքել, որ դու գնացիր հոգեթերապևտի, ավելի վատը դարձար, ավելի վատը այս կոնտեքստում մանիպուլյացիա է, որը կոչվում է հետեւյալը, այլևս դու հարմար տարբերակ չես, որպեսզի ես քեզ օգտագործեմ, չարաշահեմ, մանիպուլյացիայի միջոցով քեզանից ստանամ այն, ինչ որ ինձ է միայն լավ, ոչ թե քեզ։ Այսինքն այցելուն հոգեթերապիա գալու ընթացքում դառնում է բոլորի համար ոչ հարմար տարբերակ, այլ ինքը սովորում է իրեն համար հարմար տարբերակ լինել։ Սա էգոիզմի մասին չէ։ Սա առողջ ինքդ քեզ սիրել հարգելու, քո անձը ճանաչելու, ավտոնոմ լինելու, քո ռեսուրսը կառավարելու, էմոցիաներդ գիտակցելու, ճանաչելու, արտահայտելու հնարավորություն է, այս է հոգեթերապիան։ Այն մնացածը կասեմ հետեւյալը, մինչև դուք չփորձեք, դուք խորքային պատկերացում չեք ունենալու հոգեթերապիայի մասին, որովհետև հենց հոգեթերապիան խորքային process է։ Հոգեթերապիայի ընթացքում դու ծանոթանում ես քո մի կողմի հետ, որը որ առօրյայում չէիր ճանաչում։ Այսինքն արտաքին աշխարհի վրա մեր ֆիքսացիան տեղափոխում ենք մեր աշխարհ, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք մենք աշխարհի հանդեպ ձևավորում սուբյեկտիվ պատկերացում օբյեկտիվ աշխարհի մասին։ Փոխում է հոգեկանը, փոխում է շուրջը։ Փոխում է ներաշխարհը, փոխում է արտաքին աշխարհը։ Մենք չենք փոխում մարդկանց, մենք փոխում ենք մեզ, մեր վերաբերմունքը, մեր անձը։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։